Ողջույն ժողովուրդ ջան, հուսամ լավ եք ու կցանկանամ մի փոքր զրուցել ձեզ հետ Կիրակի երեկո, ճիշտ ասած ցերեկն էի ուզում եթեր անել, մտածում էի դրա մասին, բայց ամեն դեպքում մի քիչ ես էլ մտքերով էի եւ այլն մի խոսքով կխնդրեմ որպեսզի այս եթերը լսեք ու տարածեք Այսօր անկեղծ ասած նախապատրաստում էի այլ թեմայով եթեր ու շատ կարևոր թեմայով եթեր կապված մեր հասարակական կազմակերպության վերջին նախաձեռնության հետ, բայց դրա մասին կխոսեմ վաղը ու ավելի նպատակահարմար է վաղը խոսել, որովհետև որոշ տեխնիկական հարցեր կշտկենք ու նոր միայն ամենայն մանրամասներով ձեզ կտեղեկացնենք արդեն վաղվանից սկսած Ես հրապարակում արել եմ, տեսել եք, բայց երկխոսություն նախաձեռնության մասին է խոսքը, որը որ վստահաբար բոլոր վարչական շրջաններում էլ կտարածվի, եթե ընդառաջ գնացողներ լինեն, ինչու ոչ նաև համայնքներում, մարզերում, գյուղերում եւ այլն։ Բայց դրա մասին մանրամասն առանձին եթեր կանեմ, չեմ ցանկանում մի թեման խառնել մյուսին, առավել եւս որ դա հասարակական կազմակերպության թեման է։ Իսկ հիմա այսօր ես կցանկանամ խոսել թերևս մեկ այլ հրապարակման մասին, ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ Լևոն Քոչարյանը իրեն գրեհիկ դրսևորեց, ես մի գրառում արեցի, հիմա միայն այնտեղ թողել եմ ընկերների համար, որ երևա, ու հանկարծ պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի սատարողները դատապարտում են նման գրառումները, դատապարտում են նման մոտեցումները եւ առհասարակ ատելության խոսքը, պատկերացնում եք, ապշելու բան, զարմանալու բան։ Մի քանիսը մտան որոշեցին մեկնաբանություններ գրել թե դրա տակ հրապարակման թե դրանից հետո հրապարակման տակ ու ինձ թվում է որ այս մարդիկ մի շատ կարևոր բան խառնում են ուստի ես այս եթերով կփորձեմ շփվել հենց այդ տեսակ մարդկանց հետ եւ ձեզ էլ խնդրեմ եթե ինչ որ բան չասեմ կարող եք ձեր դիտողությունները ներկայացնել խնդիրը դա չէ այնպես որ խոսքս դիմում եմ Քոչարյան Ռոբերտին կամ Քոչարյան Լևոնին կամ Դաշնակցական կամ Հայաստան խմբակցության սատարողներին խոսքս դիմում եմ Սերժ Սարգսյանին սատարողներին իհարկե ես ձեզ վատաբանելու կամ վիրավորելու համար եթեր չեմ անի, որովհետև ես հարգում եմ մեր երկրի սահմանադրությունը եւ հարգում եմ իմ իրավունքները, հետեւաբար հարգում եմ նաեւ դիմացինի իրավունքները, որովհետև ցանկացած մեկը ով իր իրավունքները պաշտպանում է, պետք է հարգի դիմացինի իրավունքները նույնպես եւ իրեն բարձր չդասի մնացածներից։ Ես չեմ իշնի այդ մակարդակին, որին սովորաբար տեսնում եմ ձեր հետևորդների մեջ, բայց ես ուզում եմ խորքից մի հատ իրար հասկանանք, որ ասում եմ ռասի նավսիգդա։ Տեսեք, դուք Նիկոլ Փաշինյանին ընտրողներին անվանում եք թուրքեր։ Էլի ուրիշ ձևակերպումներ էլ կան։ Դրանով թույլ տալով, որ ձեզ նույնպես մարդիկ վիրավորեն։ Որովհետև դուք կարաք ունենաք ձեր կարծիքը ու սենց վայ եթե ատում ենք Նիկոլ Փաշինյանին ու եթե նրան ընտրել եք ուրեմն դուք չգիտեմ սենց բաներ խոսեք բայց իրավունքի տեսանկյունից դուք այդ իրավունքը չունեք իրավունքի տեսանկյունից դուք դրանով ասում եք մեզ հայհոյեք հասկանում եք որովհետև 650,000 քաղաքացիների մեջ եղել են մայրեր, քույրեր, ամուսիններ, հայրեր եւ այլն դուք Տենց բան ասելով ոչ թե դիմավորում եք առանձին վերցրած մարդկանց, այլ վիրավորում ընտանիքներ։ Ու հետո երբ ես հրապարակում եմ անում Լևոն Քոչարյանի տատիկի ու պապիկի մասին, вообще պետք չի մտնել այդտեղ ու փորձել ինձ սովորեցնել, որ ատելության խոսք չտարածել։ Որովհետև որևիցե մեկից ես չեմ տեսել նրան դիտողություն անելուց։ Մարդը եկել է ազգային ժողով ու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը, ասում է ձեզ հանրությունը անվանում է թուրքեր, չգիտեմ ինչեր։ Ես ցույց եմ տալիս, թե հանրությունը իրենց ինչ է համարում։ Ասենք օրինակ հանրությունը համարում է, որ Լևոնի տատը եղել է ինչ որ գրել են։ Հանրությունն է ասում դրա մասին։ Ու դուք մտնում փաստեր եք ուզում, ի՞նչ փաստեր։ Դուք ով եք փաստեր ուզեք։ Ոնց կարող է այդպես լինել, չի կարող այդպես լինել։ Հասկանում եք։ Դա երկակի ստանդարտներ է կոչվում, որը անթույլատրելի է։ Եվ առհասարակ հիմա ինչ հետաքրքիր բան է դասավորվել։ Եկել ասում են բանը Արսեն Թորոսյանը մանդատը բաց չի տնելու, բա ինքը sense բաները։ Այսինքն հայհոյողին բան չեն ասում, վիրավորողին բան չեն ասում։ Գալիս ասում են նրան ով հակադարձում է վիրավորանքին վիրավորանքով։ Նույնը իմիջում, եկել եք դուք ինձ խելք եք սովորացնում, թե ինչպես է պետք արտահայտվել, ինչպես չէ, բայց միևնույն ժամանակ լռում եք այն մյուս դեպքերում։ Ասենք իսկապես այդքան ապուշ եք։
Ասենք ո՞նց է ստացվում էլի այդպես։ Խնդրում եմ, ասեք մատ իմանանք, որ սահմանադրության, որ պետության սահմանադրությամբ, որ դուք ունեք ավելի շատ իրավունքներ, քան ես կամ ցանկացած մեկը։ Կարելի է իմանալ այս ամեն ինչի մասին։ Տեսեք, ես իսկապես ցանկություն չունեմ բացարձակ վիրավորական տոներից խոսելու։ Բայց օրինակ, եթե գնանք կարծիքների հետևից, ես կարող եմ հետևյալ կարծիքը ասել։ Տեսեք, մի կարծեմ, եթե չեմ սխալվում, Չերչիլի խոսքերից է, մի քիչ կոպիտ է հնչում, բայց 1000 ներողություն ռուսերենով ես դա կասեմ։ Ասում եմ, վայնա это херня, главное маневры, հա։ Պատերազմը ես ոչ մի բան եմ, գլխավորը մանևրներն են։ Հիմա, այս մանևրների մեջ կա հետևյալը։ Ուզեք թե չուզեք, ինչքան ուզում ես լավ բաներ պատմած լինեն, ինչքան ուզում եմ, չգիտեմ ինչեր պատմած լինեն ու ձեր ուղեղը ինչով ուզում եմ լցրած լինեն, մի բան պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանը ըստ իր խոսքերի, սա իմ կարծիքը չի, որ ասեք քո կարծիքի հետ համաձայն չեք, սա իմ եզրակացությունը չի, որ ասեք քո եզրակացության հետ համաձայն չեք։ Դուք կարող եք իմ կարծիքի հետ համաձայն չլինել, ոչ էլ իմ եզրակացության հետ, բայց նրան ում որ սատարում եք, չեք կարող չլսել ինչ ասում, չէ՞, լսում եք, չէ՞, լսում եք, չէ՞։ Մարդը իր բերանով, արդեն մի քանի անգամ ասել է, իր բերանով, իր շուրթերով, առանց այլևայլությունների, որ ինքը Հայաստանի Հանրապետության անկախությունը չի ընկալում։ Հասկանում եք։ Դրանից հետո ինչքան ուզում է ինչեր անի, ինչեր չանի, դուք նրան սատարելով ստացվում է, որ նույնպես համարում եք, որ այո, Հայաստանի Հանրապետության անկախություն պետք չի որ լինի։ Հիմա վերջին շրջանում շատ են խոսում ցեղասպանությունից։ Տեսեք, Օսմանյան կայսրության շրջանակներում եղել են Իմիջիայլոց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 37 միլիոն զոհ ա եղել, հասկանում եք, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որը համընկնում է հայոց ցեղասպանության շրջանի հետ եւ ըստ էության նաեւ այդ ամենի աշխարհ քաղաքական իրավիճակն էր բերում նաեւ դրան։ Տեսեք, 37 միլիոն զոհ, որովհետեւ կայսրության հետ էր բախվել, կայսրությունների հետ էր բախվել։ Ու այդ ժամանակ պիտի գնային մեր Խրիմյան հայրիկը մյուսը վերադառնային գային ասեն Հարիսային եփում մեծ կացայով բոլորի շերեփները երկաթից էր, իսկ մերը թղթե շերեփ էր, որը որ հալվեց գնաց կացայի մեջ։ Տեսեք, երբ որ կապ չունի խոսքը Օսմանյան կայսրություն կլինի, բրիտանական կայսրություն, ֆրանսիական կայսրություն, թե բան ռուսական կայսրություն, եթե դու կայսրության մեջ ես մտնում որպես ընդամենը ժողովուրդ քո էթնիկ բնակավայրում ապրող, քո շերեփը միշտ լինելու է թղթից։ Միշտ, այսինքն դուք թղթե շերեփի կողմնակից եք, ապա կներեք, իսկ մենք ուզում ենք, գուցեև սխալվելով երբեմն, գուցեև սայթակելով երբեմն, գուցեև շատ բաների վրայով լոնք անելով, ամեն դեպքում մենք ուզում ենք մեր շերեփը սկսի դառնալ երկաթյա եւ գնալով ավելի լավ մատերիալից լինի, ավելի լավ երկաթ լինի, ավելի որակով երկաթ լինի։ Եթե դուք սատարում եք այդ ուժը, հա, գումարած սրան, դաշնակցականները բանը, անկախության ժամանակ, թե առաջ, թե ընթացքում, թե հետո դեմ են եղել Հայաստանի Հանրապետություն անկախ պետությանը, հասկանում եք, եւ դա իրենց պաշտոնական հրապարակումներն են։ Ոչ թե ինչ-որ երկխոսության ժամանակ ինչ-որ բան են խոսել, ինչ-որ մեկը ավել մեկը, ոչ, դա պաշտոնական հրապարակումներն են։ Իմիջիայլոց, եթե դա լիներ մինչեւ անկախությունը կամ այդ ընթացքում, ես ինչ-որ տեղ կհասկանայի ու կասեի լավ, երևի քննարկումներ են ու քննարկումների ժամանակ այնքան էլ ասենք այս մարդիկ կողմ չեն ու ինչ-որ վտանգներ են տեսնում դրա։ Ես այդպես կմտածեի, բայց երբ որ անգամ անկախությունից հետո էլ են նույն ոճի հրապարակումները շարունակել, կներեք, դուք կողմ եք հայկական պետականության վերացմանը, հասկանում եք թե չէ։ Դուք ատեք Նիկոլին ինչքան ուզում եք ձեր գործն է։ Ես խնդրում եմ չդիտարկեք հիմա ես նստած եմ, ես 5 տարի շարունակ ասել եմ, որ ես անձերի պաշտպան չեմ, ես գաղափարների պաշտպան եմ եւ վերջ։ Այդ գաղափարների շրջանակներում ովքեր կլինեն, իր կյանքին էլ մեռնեմ, ով ուզում է լինի։ Ամենայն կողմից չսիրած մարդն էլ լինի, հարց չկա, ես իրան թիկուն կանգնող եմ։ Իմ քաղաքացի որպես հնարավորություններով։ Տեսեք, դուք եթե սատարում եք իրենց, սա իրենց հիմնական մանևրն է, նպատակն է։ Հասկանում եք, մնացածը ճակատամարտեր են, որոնց միջով քաղաքական թեկուզ, որոնց միջով կանցնեն թե չեն անցնի իրենց գործն է։ Դուք գնում եք այս ճանապարհով։ Էլ ես չեմ խոսում կողոպտումների, թալանի, կոռուպցիա, այս բաների մասին տեսեք, չեմ խոսում, որովհետև սա արդեն քաղաքական խոսակցություն կդառնա։ Չնայած կարող եմ հեսա նաև դրան անդրադառնալ, բայց որպեսզի դուք սկսեք հասկանալ, մի այդ պարզ բանը ըմբռնեք։ Էլի եմ կրկնում, դուք կարող եք ոչ մի քաղաքական ուժի չհարել, բայց կանգնել, նստելու Տեսեք, ձեր ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս 4 հեռուստատեսությունների, 4 կայքերի, 4-ին, որովհետև պատրաստ չի ոչ մեկը, այդ 4-ին կարա կառավարի։ Հասկանում եք, այդ 4-ի հարցերին կարող, այդ 4-ը կարող են իրեն սուր հարցեր, այդ 4-ը կարող են իր ամեն ապուշ հումորի վրա խնդմնդալ, հասկանում եք։ Հիմա այդ 4-ը ձեզ համար առանձնացրեք ու հասկացեք, որ դա սպասարկում է այդ մարդու շահերը, ու այդ շահերը սպասարկելուց նրան վիրավորելով գնում են, հայհոյելով գնում են։ Ու եթե հայհոյում եք, կներեք,
Գիտեք, ինչ մատ ազգային ժողովի ցանկացածնից բացեք նայեք, էլի։ Երբ որ գալիս է հայտարարությունների ժամը, այս կողմը սկսում է կոպիտ խոսել, ընդհանուր մինչև վիրավորական տոներով, այս կողմը 1 2 5 10 նոր սկսում է հակադարձել։ Ոչ մի անգամ չեք տեսնելու ազգային ժողովի նիստ, որպես որ բանի ժամանակ, որտեղ որ բանի ժամանակ է իր առաջինը նրանք վեր կենան սրանց կոպտեն, չնայած կոպտելու շատ բան կա, բայց չեն անում, դա այսինքն անընդհատ առաջարկում են կառուցողական մոտեցում։ Լավ, ինչի մասին եք խոսում։ Լավ, որտեղ է ձեր ուղեղը։ Ու գիտեք, դա ինձ անհարմարություն ու տհաճություն է պատճառում մի բանի համար, որ մենք բոլորս ունենք հավասար իրավունքներ, ու այդ միջավայրում ապրելը սկսում է դառնալ անտանելի։ Բայց երբ որ դառնում է անտանելի, գիտեք, ինչ պիտի անենք, պիտի ստիպված հակադարձենք, բայց ինչ պիտի անենք։ Կամ նույն Սերժ Սարգսյանը, հազար կներեք, նույն Սերժ Սարգսյանը 10 տարի նրանից հետո կառավարելով, այդ ոչ մի հակակոռուպցիոն կոմիտե, ով է ստեղծել։ Ով է ստեղծել, եկեք մի հատ դա հասկանանք, էլի։ Տեսեք, տարրական բան եմ ասում, ձեր ուղեղը անընդհատ լցնում են թե թալանչիներ, ցանկացած մեկը, ով կոռուպցիայով զբաղված է, անկախ իր քաղաքական հայացքներից, իմ թշնամին է, իմ պետության թշնամին է։ Սա եկեք մեկ ընդմիշտ հասկանանք։ Կարող է ես այսօր մեկի հետ շփվեմ, հետո հասկանամ, որ սա կոռուպցիոներ է, ու վերջ ինքը դառնում է իմ թշնամին։ Դա չի նշանակում, որ ինչ որ բաժի շփվել եմ ուրեմն։ Ու տարրական բան եմ ձեզ ասում։ Ձեզ ասում են, այս ինչն է թալանում են, ինչ են։ Դուք հավատում եք դրան ու դուրս եք գալ։ Ձեզ հարց եմ տալ, հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է իր հեռախոսահամարը ու դիմել է ձեզ, ասել է ցանկացած կոռուպցիոն դրսևորման համար, դեպքում խնդրում ենք զանգահարել այս ինչ հեռախոսահամարով։ Հիմա կուզեմ իմանամ, քանի զանգ եք արել։ Օրինակ, եթե այդ կոմիտեն ստեղծվածներ այն ժամանակ ու այդքան թափանցիկ գործեր, բնական է, որ այսքան էլի ատելություն չէր կուտակվի, ընդամենը կտեսնեինք ինչ այն ինչի կզանգենք ու կասենք, որ մեկը քոչարանական էս ինչ է կամ մեկը սերժական էս ինչ է։ Դա տարական բաներ են, չէ։ Չեք զգում, որ ձեզ այնքան են խաբելու դրել ուսկի պրախոդի մեջ, որ դուք այլ կերպ չեք կարողանում այլևս մտածել։ Բայց ձեզանից ցանկացածին հրավիրում եմ եթեր անենք, եթերում քննարկենք, ձեր իմացածը, իմ իմացածը, ոչ մեկիդ ինչ որ հարմար չի լինում, բախի հարմար չի լինում։ Ինչի հարմար չի լինում, մենակ խառը խուրը գրելով չի, հետո հանկարծ մեկին էլ չես ասում պատասխանել, ստացվում է համաձայն է իր գրածի հետ։ Մի ախմախը կար, մտել էր, ես որ միլիոնից մեկ եմ մարդ բլոկում, դուք ինքներդ տեսել եք, տեսուչքան համբերատար կարող եմ ամեն տեսակ մարդու հետ շփվել։ Միլիոնից մեկ եմ մարդ բլոկում, ստիպված է դրան բլոկեի արդեն։ Հասկանում եք, ասենք ձեր շրջանակներում ինձ բնութագրում եք, այսինքն դու չես բնութագրում, քեզ մեկը այնքան են ասել, որ քո ուղեղը մտել առանց իմ հետ ճշտելու։ Բացի ինչ որ որոշակի ալկոհոլային ու նարկոտիկի հանդեպ ինչ որ թուլություններ, խելահեղ բաներ, այլ բան, որ ինձ համար շատ ավելի բան է, ինձ անվանում եք արցախատիաց, ինձ անվանում եք ռուսաֆոբ։ Այս երկու բանի հետ вообще չեմ կարողանում համակերպել, չի կարելի այդպես ապուշ բաներ գրել ու գնալ քնել, դուք ո՞նց եք գնում քնում։ Գիտեք ինչ, ես ունեմ բոլոր պատճառները, օրինակ, որ եթե ուզում լինեմ ռուսաֆոբ, կա դրա համար բոլոր պատճառները, որպեսզի ես լինեմ ռուսաֆոբ, բայց ես ոչ մի ազգի հանդեպ ֆոբիա չունեմ։ Ոչ մի ազգի հանդեպ, անգամ ադրբեջանցիների ու թուրքերի հանդեպ ֆոբիա չունեմ, որովհետև ի տարբերություն ես հիանալի գիտակցում եմ պատերազմը ինչա նշանակում, ճնշումներ փոխադարձ ինչա նշանակում, շահեր ինչա նշանակում, համընկումներ շահերի եւ շահերի բախումներ ինչա նշանակում։ Եվ ավելի փորձում եմ սառը ուղեղով դատել դա, հասկանում եք։ Ի տարբերություն ձեզ Ընդ որում ռուսաֆոբ ինչի է ռուս ժողովուրդը դες ինչ գործ ունեն։ Այո, նրանց ներկայիս կառավարության հանդեպ կներեք էլի, բա ամբողջ Արցախի պատասխանատուն էին նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Ու շատ լավ տեղյակ եմ, թե իրենց անգործությունը մինչև ուր էր հասել ու ամեն գնով պիտի Արցախը թողնվեր այնտեղ։ Դա իրենց հարցի լուծման տարբերակն է եղել, որի մասին բաց երկար տարիներ ասել են։ Կամ Արցախատիացը ո՞րն է, դուք ապուշ չեք արավ, ում եք այդպես բան ասում, էլի, հին մարեք դուք ախր։ Հին մարեք դուք, ասենք, գիտեք ինչ, եթե դնեմ բացեմ պարզաբանումները, կպարզվի, որ ձեր Ղարաբաղյան կալանի ներկայացուցիչներից ավելի արցախատիաց չի եղել։ Բայց ես չեմ գնում այդ ճանապարհով, չեմ էլ ուզում գնամ, որովհետև ինձ պետք չի մարդկանց մեջ թույն ու թարախ ներարկել որևիցե մեկի հանդեպ կամ որևիցե թիմի կամ բնակչության հանդեպ։ Ես դրա կարիքը չունեմ։ Այդ դրա կարիքը ունեն ձեր շեֆերը, ձեր քաղաքական պապաները, ձեր այն կայքերը, որոնք որ իրենց քաղաքական պապաների ասածով ձեր ուղեղը զիբիլով են լցնում, հասկանում եք։ Որովհետև այնտեղ կա քաղաքական պայքար, որի առաջ որ իրենք ոչ մի բան, ամեն ինչ են պատրաստ զոհաբերեն, որովհետև իրենց վզին դրած է։ Իրենք ռուսների հետ լավ հարաբերություններ ունեն, ոչ իհարկե, իրենք ուղղակի են աշխատողներն են եղել, որոնց վրա անես կոմպրոմատներ կա, որ իրենք չեն էլ կարող ռուսի ասածը վազելով ի կատարչացեն, վազելով հնարավորինս արագ։ Հասկանում եք, թե չեք հասկանում։ Եվ այո, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ ինքնիշխան պետություն է, ով պետքա բոլոր երկրների հետ ունենա մաքսիմում լավ հարաբերություններ։ Պետք է լինեն դրանք տնտեսական, դիվանագիտական, ռազմավարական, թե ինչպեսին ուզում է լինի։
Ասենք իսկ դուք ո՞նց եք կարծում։ Մենակ խոսում եք, հետո ասում եք լավ, արի մի ասել, քո առաջարկը բերդի, սեղանին ու միասին քննարկենք, էլի, առաջ ելին թռնում եք արա։ Կամ հիմարներ, օրինակ իմ ու իմ կնոջ նկարը դրել եք, ես իմ գրառումներ եք անում, տակից էլ ես իմ ովքեր բան են գրում, բայց ժամանակ, բայց չմտնեմ ձեզ մերել, կնիկել, երեխա էլ ամեն ինչը քրթվեմ, բայց չէ, զսպում եմ, չէ ինձ։ Կամ ինչ է նշանակում, մեկը գրել է, բայց նրա տատիկը մահացած է, դու ինչի ես իր տատիկին վիրավորում։ Չհասկացանք, եթե մեկը մահացած է չի կարելի վիրավորել, իսկ եթե մի սրբություն կենթանի է, ինչքան ասես կարելի է վիրավորել։ Ես ինչ ձև եք մտածում դուք։ Այո, Արարատ ջան, նրանք շարունակում են թունավորվել, ասեմ ավելի, մենք էլ ենք շարունակում թունավորվել։ Ձեզ չտվա, որ երբ որ կա ազդեցություն ու հակազդեցություն, բնական է, չէ՞ որ ազդեցության դեմ պիտի լինի հակազդեցություն։ Եվ այդ հակազդեցության տիրույթում էլ մենք ենք թունավորվում ախր։ Այ հենց դրա համար հարգելի Արարատ եւ սիրելի ընկերներ, ես 4 տարի շարունակ, 4 տարի ձեր բոլորի աչքի առաջ այս եթերով կլինի, թե ազատ շփում հաղորդման եթերով, ասել եմ, այս ամեն ինչի միակ ելքը, որպեսզի քաղաքական ղեկավարները ժողովրդից ներողություն խնդրեն։ Ու ինչն է ամենաուժեղը 21 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կանգնեց ներողություն խնդրեց բոլորի անունից։ Դրանով դադարեցին Նիկոլ Փաշինյանին սատարողները նրանց հայոյել։ Բնականաբար ոչ։ Մի մասը դադարեցին, բայց մի մասը էլի շարունակում են։ Ինչը շատ վատ է, ես դրան լավ չեմ վերաբերում։ Բայց այդ մարդկանց էլ է կարելի հասկանալ։ Մյուս կողմից էլ երկրի ղեկավարը ով ընտրվել էր իշխանություն, ինքը իր բաժին ասելիքը ասես, նրանք չես կարող այլևս ասել ինչի չես ասում, բայց դրան ընդառաջ քայլ պիտի արդեն այն մյուսները անեն, որ չարեցին։ Ես դուրս եմ եկել երկրել, խնդրել աղաչել եմ, ասել եմ Սեյրան Օհանյան, ես որպես քաղաքացի իշխան եմ վերաբերմունքը ձեր հանդեպ ինչպիսին նա, պատրաստ եմ պուբլիչնի չոքել ձեր դեմը ու խնդրել աղաչել բառն եմ օգտել, որպեսզի դուք ամբիոնին մոտենաք ու ձեր թիմակիցների անունից իրենց փոխարեն ներողություն խնդրեք։ Դա արեք, խնդրում եմ, աղաչում եմ ձեզ, դա վատ տեղեր ա տանելու եթե չանեք։ Չարեցին։ Չարեցին, ինչ ես ինքնասիրություն չունեի, ունեի, բայց ինձ համար ավելի կարևոր էր հասարակության առողջությունը, քան իմ անձնական, չգիտեմ, բանը, հպարտությունը, հա։ Ոչ մեկ չարեց, ոչ մեկ չարեց։ Եվ դրա ինչու պիտի անեին, եթե նրանք հենց դրա արարիչներն են, ստեղծողներն են այդ ատելության։ Հիմա էլ դուրս են եկել ազգային ժողովում խոսում են բանից, ատելությունից ու չգիտեմ ատելության մթնոլորտից։ Դե կներեք էլի, բայց ինչ պիտի դառնար, եթե դուք մեռանք ասելով ու ցուկ չեք անում, որովհետև դիտավորյալ եք դուք լցնում այդ ատելությունը։ Բա ո՞նց կարող ես դու ասել, օրինակ Նիկոլինով ընտրելա թուրքա։ Օրինակ իմ հերը մերը Նիկոլին ընտրել եմ, ո՞նց կարաս ասել։ Ուրեմն ես կարող եմ դու տատոտելա բոզ, մերը տելա բոզ, ինչ ուզեմ կասեմ։ Հասկանում, դրա տեղը տավել եք ասում ենք։ Դրել եք իմ ու կնոջս նկարը դրել եք բան, իբր 14 թվին մի հատ ինտերվյու եմ տվել Ռուսաստանից, դրել եք ձեր արևին ցած ձևակերպումներում բանեք, բայց ես ով է ասել, ով է ձեր դեմը երթվածել, որ այդ նույն կայքը ինչ որ ասել է մետագրել։ Այնքան եմ ինտերվյուներ ես տվել տարբեր թերթերի, որ ամեն ինչը ոնց ուզել է, ոնց հասկացել այդպես են ձևակերպել, առհասարակ դուք գիտեք, լավ էլի չխորանանք։ Կամ մտնեք տակը բաներ գրեք։ Ասենք, ինչ է ստացվում։ Լևոն Քոչարյանը ինչ է ստացվում։ Սրանից հետո ովին տատուն կամ պապուն բանասի ես նրա լավ։ Արա, ասենք, նայ, դու ասենք ինչ կարգավիճ է, դու քաղաքացի ես, հորդ վախտը չի, որ դու լինես վերի արտի ծորեն ու հորդ վախտը երբեք չի լինելու, որովհետև այո, դուք ձեզ դրել եք վերի արտի ծորենի տեղը, հասկանում եք։ Բա ո՞նց կարաս դու քո թիմակիցների անունից մի հատ կես բերան ներողություն չասես ժողովրդի։ Նրանց արած, ես չեմ ասում հələ դու ես մտնում հայոյան գրում է, չէ։ Բայց քեզ սատարողներն են ուղղակի։ Ես ո՞նց արին իմ հետևորդներին խնդրում եմ, աղաչում եմ, երբեմն անգամ կոպիտ դիտողություն եմ անում, խնդրում եմ, ասում եմ՝ մի արեք նման բաներ։ Բա խի դու մի անգամ չես անում։ Գիտեք, կիսա անջատված ապուշ ձևերով ապրելու, ասենք դրա կայֆը ո՞րն է։ Դրա կայֆը ո՞րն է։ Ես ես բան եմ ասում 20 թվականի նոյեմբերի 9-ից ինչ դուք եղել եք օպերայի հայատում, հետո Բաղրամյան փողոցում, մեկը ինձ այնքան մարդիկ են զանգել մեծ խմբերով, 5-600 հոգանոց խմբերով, ասել են ախպերական, ասակ, որ վաղտնա մտնենք այս ծերից այնցերից ելնենք, ջարդելով մտնենք ելնենք։ Ասել եմ, խնդրում եմ, չի կարելի տես բան, մարդիկ իրաց կարծիքն են արտահայտում։ Կարող է վիրավորում են, կարող է կեղտոտ բանում, բայց դա կլինի հանրային բախում, հասկանում եք, ներ ժողովրդական բախում չի կարելի արա։ Բա ո՞նց եմ խնդրել աղաչելով պահել այդ մարդկանց։ Կամ նույն Նիկոլ Փաշինյանը չէր կարել, մեկ ունքը բարձրացնել ժողովրդը պատրաստ սպասում էր, որ ձեզ հոշոտել, որովհետև ում հանդիպում Ժեխու Թուրք էիք անվանարկում։ Փոխանակ մի հատ էլ շնորհակալ լինեք, մի հատ էլ ասեք լավ ախպեր, մենք էլ տակացած ենք, մի քիչ չափերը անցել ենք, եկեք կլինի, բան դա կարա, դրել ձեր արևին գազ եք տալիս, ես կողանշ եք սրում, հա։ Հետո էլ համարժեք պատասխան ենք տալիս, գալիս են ձեր սատարողները մտնում են մեր էջերը, սկսում են մեզ խելք բացատրել, թե բայց այսպես չէր կարելի, որովհետև դու բան ես կոնենք, վայ քեզի բան։ Վայ քեզ բան։
Այդքան չունեք այդ գնաք իրաց մոդել գրեք այդ նույն բան։ Համ իրանք սատարում եք։ Իրաց, ասեն Գեղամ Մանուկյանի արտահայտությունների համար ես չեմ դուք եք ինչ են ասում իրան։ Մեկ կասեք իմանան։ Այդ ժամանակ մեկը մտեք գրել եք, ասենք օրինակ ես դες բան ասեմ, եթե ուղիղ տեղը, ուղղակի մեկ էլ ԿՊ-ից մի հատ падգամավոր կամ մի աշկին գնող մեկը ուղղակի վեր կենա ձեր մասին քֆուր գրի ու անեմ գրի որ վերաբերվի Քոչարյանի ու Սերժի հետևորդներին, սատարողներին, էլեկտորատին։ Ես լուրջ եմ ասում, կմտնեմ տակը կկոպտեմ։ Դու ով ես ոնց կարաս հանրության այսքան շերտին պիտակավորում ու որակավորում տաս բացասական։ Ես դա թույլ չեմ տա, հասկանում եք։ Արա ոնց եք դուք թույլ տալիս։ Մտել մեկը խելքից բացատրում, ասում է Շարաֆյանին ժամանակին այդպես կոպիտ որ ասում էր նա հարգված դերասան, ասում եմ գոնե լսել ես ինչի համար եմ ասել, աղջիկ ջան։ Մա ի՞նչ է նշանակում 10-12000 զոհ ունեցել։ Ինչ է նշանակում դա։ Ու տեսեք, եթե խորթային չենք հասկանում, հարցը մենակ այն չի, որ որքանով կցանկանայի շատ լինեին մեր զոհերը, որքանով ոչ։ Դու հանրային մարդ ես, հանրային տիրույթում, դու երբ որ խոսում ես 10-12000 զոհի մասին, եկեք մի պահ քո խոսույթը դնենք մի կողմ, տեղափոխվենք Ադրբեջան։ Ադրբեջանում իրանք էլ չեմ մարդ միսու արունից են հարա։ Իրանք էլ ունեն տրամադրություններ։ Ադրբեջանում շատ զոհեր են եղել, իրանք կողմից զոհերը շատ են եղել։ Թիվը 20-30 հազարի անթուք միջև ասում, եք չխոսենք, բան տեխնիկական վնասների մասին որ ստացել։ Ախպեր, այնտեղ խնդիր կա ու շատ հնարավոր էր որ բան լիներ, հեղաշրջում լիներ անգամ, կապ չունի հաղթել, այստեղ մենք էլ ենք հաղթել, Լևոնի դեմ ո՞նց հեղաշրջում արեցիք։ Բանը, ու այնտեղ սնում էին իրանց ժողովրդին, որ այսքան որ մենք զոհեր ունենք, նրանք էլ չեն նկարում իրանց զոհերի նկարները, իրանց գերեզմանները։ Բանը, իրանք անընդհատ ցույց են տալի, որ այսքան զոհեր ունենք, որովհետև շատ ուժեղ պատերազմ եղել ու հայերն էլ այսքան զոհ են տվել ու կերակրում են ձեր արտաբերած թվերով։ Դրանով ամրացնելով իրանց դիրքը ադրբեջանցի ժողովրդի մեջ եւ ադրբեջանցի ժողովրդի սիրտը լովանում էր, ասում էր հա դե լավ է, որ այդքան տես պատրաստները որ 10-12000 զոհել հայերն են տվել, ուրեմն նորմալ է մեր զոհերը։ Այդ այդքան դուք լավություն եք արել առանց երկար բարակ մտածելու։ Եվ ինձ համար շատ քիչ է էական թե այդ խոսողը այդքան ապուշություն արտահայտողը ով է։ Մանավանդ որ դրանից առաջ 1000 անգամ նկարագրել ներկայացրել են ու 1000-ից մեկը հաստատ ինքը դիտել է։ Հասկանու՞մ, այդ ո՞նց անեմենի դիտել է, այնի չի դիտել։ Նշության մաշություններով կանգնած ասում եք 10000 զոհ, 10000 զոհ։ Ու մենք լավություն անում։ Եվ ադրբեջանական կայքերը հակին ազից ստաց, ես իմ աշկերով եմ տեսել։ Վերցնում են ձեր նկարները, ձեր խոսույթը, ընդամենը թարգմանում էին ադրբեջաներեն, մի բառ չեն փոխում։ Ու դնում էին իրանց կայքում ադրբեջանցի տակը ծափ էին տալիս, բրավո էին ասում, ոգևորվում էին տակը։ Հասկանում եք։ Բայց ժամանակ մենք հելել ենք ասել ենք դուք բանը թուրքեր եք, բան, ցած բաներ ենք ասել։ Փորձել ենք ձեզ բացատրել, փոխել ենք հակադարձել, ընդ որում երբ որ հակադարձում ենք դարձյալ վիրավորանքներ մենք ենք ուտում պաչի մոտը։ Հասկանում եք, թե չեք հասկանում։ Կամ ասում եմ բանա, Արմեն Գրիգորյանը, որ մահացել էր դու գրել էր, նենց իբր հիշաչարությունն են իրանց։ Լավ եմ արել։ Լավ եմ արել, ոչ էլ զղջացել եմ։ Ասեմ ավելին, ես այդ գրելուց հետո անկեղծ ասած իրիկվա կողմ եթեր արեցի արասի, ոչ եմ փակում եմ այս գրառումը, բայց մի պայմանով, որ սրանից հետո դուք ձեր խոսույթին հետևեք։ Վերցրեցիք դա տարակտարակ օպերայի բակում, բանը մոնիտորի վրա իմ գրառումը դրել եք, իմ մասին բաներ եք խոսում ու ժողովրդին էլ բացատրում եք, թե ոնց պետք է իմ դեմ պայքարեն։ Սուտ եմ ասում, բայց ինչի պիտի չեմ, բայց ինչ է նշանակում, ձեզանից օրինակ, ես որպեսզի հասկանալի լինի ձեզ Քոչարյանի ու Սերժի էլեկտորատի քաղաքացիներին եմ ասում։ Որպեսզի ձեզ ավելի ըմբռնելի բերեմ հետևյալ օրինակը։ Ձեզ հաճելի կլինի ես միտինգ անեմ Քոչարյանի ու Սերժի դեմ, իմ կարծիքով վստահ լինելով, որ իրանք թուրք են ու իրանք են հրահարել պատերազմ ու իրանք մեղքով է եռաբլուրը, ու ասեմ ով որ չգա, ով չի գալիս վրեն գա։ Ասեմ ձեզ կայֆ է տալու էդի։ Դերներու եք ինչ ասես ինձ ասեք, չէ՞։ Այդ բանն ենք ասել։ Կամ հելնեմ ասեմ ով չի գալիս ու քֆուր տամ։ Դա պատճառն է ես իմ ասեմ չեք ասել դու ապուշ չես, արա հիվանդ ես դու։ Բայց ոնց արնում այդ պարագայում կասեք, բայց ձեր պարագայում մեկը չեք ուզում ոչինչ ասել։ Բա խոսքը դրա մասինն է, դες բաների մասին է։ Հիմա դուք կարծում եք Նիկոլն է մեղավոր, ես էլ կարծում եմ Քոչարյանն ու Սերժն են մեղավոր, ընդ որում ես ավելի շատ փաստարկներ ունեմ, ու ընդ որում ես հրավիրում եմ միշտ այսպես քննարկման ինչից դուք միշտ խուսափում եք։ Բայց գլուխը քարը լավ ասեն թե դուք եք ճիշտ, կամ դա ճիշտ էլ չկա, ես ասենց ասեմ։ Քաղաքականության մեջ հնել ես վիճակի մեջ չնես չի որ այդ ճիշտը դա ձևակերպում է ու վերջացավ։ Խիչ է գալիս զրուցեն կախվել։ Վառանց իրար վիրավորելու առանց բան իրար տեսակետներ հայտնենք, բանանենք մտնենք այդ թեման, չեք գալիս, համ չեք գալիս ամեն եք անում, ամեն եք ասում։ Դες ոնց է լինում։ Ու ես այն մարդն եմ, որ ասել եմ ձեր Քոչարյանի ու Սերժի կայքերից հեռուստատեսությունից Լյուբոյից հրավեր ունենամ կգնամ։ Պիտի գնամ, բայց պիտի անեմ։ Ավելի ուրախ կգնամ։ Բայց իրանք ինչ չեն հրավիրի բնականաբար։
Մի բան, որ դուրս եկա ԿՊ-ից որոշեցին, որ կարող է բանա փոխվում էս մարդու մոտ։ Մի քանի տեղից զանգրտին ցած բերնից գյոլը, եկել տեսա չէ, ախպեր ջան։ Բայց էլի չնստեցին հետս բանավեճի։ Ասենք ո՞նց եք ձեզ թույլ տալիս այդպիսի բաներ։ Ո՞նց է լինում, որ երբ որ խոսքը ձեզ է վերաբերվում, ձեր մասով սրբությունը, մեր մասով չէ, այդպես չի լինում։ Ախպեր էլի եմ ասում, Քոչարյանի սատարողներ, Քոչարյան Ռոբերտը, եթե ախպեր վերցրեք, էլի եմ կրկնում, ես ինձնից ոչ թե կարծիք եմ ասում, այլ եթերը վերցրեք, նայեք, ախպեր ջան, հայկական համալսարանում տված։ Մարդը բերան ասում է հետևյալը, ասում է 150,000-անոց Արցախը հաղթեց 7.5 միլիոնանոց բանին, ադրբեջանցիներին։ Ու որոշում է մանրամասնի թե ոնց է հաջողվեց։ Ու կրկնում է երկու անգամ 150,000-անոց Արցախը հաղթեց 7.5 միլիոնանոց Ադրբեջանին։ Չի ասում հայերը, չի ասում, չգիտեմ, ասում է 150,000-անոց Արցախը հաղթեց 7.5 միլիոնանոց Ադրբեջան։ Հիմա ես ես հարց եմ տալիս, ախպեր, բայ Եռաբլուրում, մինչև Քարորյան ու 44-յան, ովքեր էին ում շիրիմներն են այնտեղ։ Արցախցիներ են այդ մարդիկ։ Ում շիրիմներն են այնտեղ։ Այդ Եռաբլուրը ո՞նց ասալտվեք, ի՞ա եղել։ Այդ ինչ Եռաբլուր է։ Որտե մեկը տասեք։ Եթե սա ուղիղ Եռաբլուրի ուրացում չի, ուղիղ 90-ականների հայորդիների դրած ջանքերի ու թափած արյան հանդեպ արհամարանք չի։ Արա խնդրում եմ ինձ կասեք ինչ է։ Ասենք ես չեմ հասկանում, ախպերական ասեք, հասկանամ։ Օրինակ, եթե ձեզանից որևիցե մեկը ասում է խնդրում եմ, չեմ հասկանում, ինձ ասա հասկանամ, ես փորձում եմ ասել, որ հասկանա։ Արա ասեք հասկանանք։ Ինչ է դա, եթե ոչ ուրացում, թափած արյան, Արցախի համար թափած հայ մարդու արյան, հանդեպ ուրացում։ Ինչ է ուրիշ ձևակերպում գտեք, ասեք, ես էլ հանգիստ լինեմ, այդ ատելությունը մեջս չմնա։ Ցավները տանեմ, խոսքը արցախցիներ, ահա, իմիջայլոց, Գայա ջան, տես, այդ արտահայտությունը նաև առաջացնում է, կարա առաջացնի հղի այդ վտանգով, հայ ժողովրդի, բան ասենք, դե արհամարանք է, չես զգում, իր ապրածի հանդեպ, ու սկսի ինքա հանկարծ զգացմունքները նզբար են, որ միշտ չի որ կարող ես կառավարել, հանկարծ արցախցիներին նույնպես ատել, ինչը որ, այդ արցախատյացության քարոզ է, Կառաբաղի կլանի ներկայացուցիչը հերթական անգամ արցախցիների համար հանդեպ փորձում է ատելություն գեներացնել։ Սիրելի արցախցիներ, այ ձեր կյանքին ղուր բան, այ ձեր ցավը տանեմ, ինչ եք թույլ տալիս սա։ Ես հասկանում եմ ձեր դրությունը այնպեսին նա որ նիդա է տව, այդ էլ եմ հասկանում։ Այլ բայց ցավները տանեմ, գոնե մեկ ու մեկ սրա մասին հրապարակում ռադ եղի դու արա։ Ու այս ամեն ինչը իրանք չեն ուզում նկատեն։ Որ եղած բանը չեն ուզում նկատեն, եկել, ասում եմ Նիկոլա հայ զինվորին ասել եմ մի կրակ։ Ու դա ասում է ոչ ավել, ոչ պակաս, պատգամավորը։ Հասկանում եք, դա չի ասում, ասենք դրսում ինչ որ հայաթավորների խոսակցություն չի, որ ասես լավ, դες մեկն էլ այդքան քյալա այդքան հասկանում։ Ազգային ժողովում նստած ասում է բանը Նիկոլա ասել էր զինվորին չկրակեն։ Արա ախպեր, գտեք բերեք մի հատ այդ զինվորին կամ զինվորականին, ում Նիկոլա ասել է չկրակես։ Արա մեկին կբերեք, տեսնենք արա։ Ընդ որում, ես գիտեմ դուք ինչն եք շահարկում, գիտեք ինչն են շահարկում ժողովուրդ ջան։ Երբ որ այն շատ սրված վիճակում նոյեմբերի 9-ից հետո, երբ որ հայկական պետականության խնդիր էր դրած, այս ապուշներն ներսից Հայաստանը ցնցումների էին ենթարկում, բանա, այդ ժամանակ այսպեսին նա եղել ու մեր տղերքները վրեժը մեջներն է, ասել են առաջինը չկրակեք։ Առաջին, դուք չկրակեք առաջինը։ Վերջ։ Քանի անգամ նրանք են արձակել, նոր մերոնք բան պաշտպանվել, որովհետև դա կապում է դիվանագի։ Սրանք ասում են զինվորին ասել է չկրակես։ Հիմարների ձևակերպումներին նայ։ Ու այսքանից հետո եկել եք ասում եք, չգիտեմ, սեր չի, ախր մեռան այն ինչ սուտ ասես լցրել են ձեր ակաժները։ Հիմա բանա, տեսեք, Ալիևին ասում էր գնանք կոֆե խմենք։ Ասեմ ձեզ ոնց է թվում, Նիկոլը ուզում էր կոֆե խմել, այդտեղ այդ քանի մեջ մարդ չգտել Ալիևին էր հրավիրում, բայց այդ է երկրի ղեկավարը, որ պիտի ամեն ձև ամեն ինչ անի, սա կծի տեղը։ Չէ, մեր տղերքը կյանքի գնով պիտի գցեն։ Ձեր տղերքը պատրաստ է։ Արա մեր տղերքը պատրաստ են, ձեր տղերքը պատրաստ են, արա։ Չնդելու բանա, ու արա ունեց արագ ու խառն են այդ հարցերը տալի, որ միջև մեկ ուզում ես բացատրես, ինքը մյուս ծերից արդեն կպել, եւ որ ասում ես, լսի, անգամ հարցերը դեռ իրար հակասում, անգամ հարցերը իրար հակասում են։ Ու մնաց ես պատասխանեմ այդ հարցերին։ Դրա համար առաջարկում եմ եթերով բանավոր խոսենք, այդքան գրելու ես կներես, այդքան ժամանակ ունեմ, որ զալա ունեմ։ Կամ հասարակ բան եմ ձեզ ասում։ Հիմա ես իմ թիմով, կամավորական թիմով տեղավորվել ենք մեր հասարակական գործունեության շրջանակներում, ախպեր։ Չենք ուզում մտնենք այդ դաշտ։ Մի մցրեք մեզ այդ դաշտ։ Բայց դուք գնում գարի զորով ստիպում եք, ախպեր։ Զորով ստիպում եք։
Ինչ է նշանակում հանրությունը ձեզ էս ասում են ասում, բա հանրությունն է հազար բան է ասում։ Դուք նրանով եք պատգամավոր, որ այդ հանրության հետ աշխատեք։ Հիմա ես տարական ձեզ բան ասեմ։ Այս մեր բաց երկխոսություն նախաձեռնությունը, որի մասին էլի եմ կրկնում, վաղը ավելի մանրամասն առանձին եթեր կանում, ես չէի ուզում ուրիշ թեմաների խառնվի, դրա համար որոշեցի դա թողնեմ վաղը, առավել եւս մի երկու տեխնիկական հարցեր կան, դրանք էլ շտկենք նոր։ Որ իմանանք ով ոնց է կապվելու, ինչ ենք անի։ Ուրեմն ասենք թե գնում եմ ինչ-որ մի օր էլ մի համայնքի բնակիչների խնդրանքով այդ համայնքում այդ նույն նախաձեռնությունը իրականացնելու համայնքի ղեկավարն էլ ասենք թե լինում է անդիմադիր։ Այս ժողովրդավարական բանին ցանկությանը պիտի դեմ գնա, պիտի քաղաքականացնի։ Ես ասեմ, հենց պես բան արեցին, եթերով շատ կոպիտ անդրադառնալու եմ, ինչ մեկը ելնելու ասի ատելության քարոզ էս էլի անում։ Մտեք հիշենք որտեղից էր ատելության քարոզը։ Մտեք հիշենք, կամ լավ, օրինակ, շատ են խոսում թե 18 թվին դուք դագաղ մագաղ եք անել նկար մկար սեբլեն։ Ախպեր, ես չգիտեմ ով արել այդպես բաներով, չէ՞, ամեն դեպքում ովքեր որ արել են, իրաց ներողությունն են ասել հրապարակային, դու ասել են որ բան, էսի թաշա սիրո հեղափոխությունը ու ատելություն չպիտի լինի։ Դուք եք հետո ելել մունդրիկություն անում եք դենը, չնայած ձեզ հասնում էր, որովհետև կներեք, մենք կնայեք դատախազի ներկայացրած գործերը։ Դուք կողոպտել եք այս երկիրը։ Կողոպտ առնվազն թույլ եք տվել կողոպտվի։ Թոշակառուն մաքսիմումը հասել է իր թոշակը 16000-ին, հասկանում եք դուք։ Ու դրանից ավել չէիք ելնում։ Հիմա դեռ երապատկվել անտուք միջև։ Ու էլի բավարար չէ, էլի աշատանալու, բա ինչ ա լինելու, երբ որ վախտը եկա։ Երբ որ տեսնեն դրա հնարավորությունը կա։ Բարա գողանում եք։ Կողոպտեք, դուք կոռուպցիայով չեք զբաղվել, հասկանում եք, կոռուպցիան մի քիչ ուրիշ բան է, էլի։ Դուք տարական գողեր եք եղել, արա, հայ ժողովրդից գողցել եք։ Գողցել եք նույնը, այդ որ մեկը մտել ասում է նրա տատին մահացել է, ինչ ես դες բան ասում։ Արա կողոպտել եք հենց այդ նույն տատիներից, արա։ Իրենց բարեկեցությունից եք գողացել։ Կողոպտել եք երիտասարդի ապագան, կողոպտել եք ինչ սրբություն կա Երնանից եք։ Ու գոնե մենք դուրս գանք սրբազան պայքարի ձեր դեմ մի բան մտ տերեք բերեկացեք մեդան թե սրբազան պայ, հա։ Լեք էս բան։ Եվ խնդրում եմ ձեզ, խնդրում եմ, էլի եմ խնդրում, ես չեմ զլանա այդ բառը օգտագործելու։ Ժողովուրդ, Քոչարյանին, Սերժին, առհասարակ այս ուղղության ներկայացուցիչներին սատարողներ։ Ախպեր, ձեր սատարելը ձեր իրավունքն է։ Բայց դուք պարտավոր եք հարգել մեր իրավունքները։ Թողեք այդ լեքսիկոնը։ Հարցեր ունեք, եկեք քննարկենք, եկեք խոսենք։ Ընդ որում հրապարակային, բացարձակ խնդիր չկա։ Մի արեք դա։ Մեկն ասում է, տես քո ընտանիքին որ կպնում էին, քո դուրը չէր գալիս, չէ։ Դու ես բա կպնում։ Արա բախի եմ կպել, հենց դրա համար եմ կպել։ Որովհետև ես քաղաքացի ելել եմ կարծիք հայտնելու, դուք ինչ ասես ինձ իմ մասին ասել եք։ Քաղաքացի ես պաշտոնյա չեմ եղել, որ ասեք պաշտոնյա, քաղաքացի կարծիք ունենալու, դուք պատկերացնում որ իշխանություն ունեք ինչ է, կամ որ եղել եք ինչեր եք արել։ Դուք գիտեք ինչն է հետաքրքիր, ինչի իրանք չեն հասկանում, ինչ են հիմա իրանք աչքերով դիտարկում ռեպրեսիաներ էս ամեն ինչը։ Որովհետև իրենց մաշկի վրա երբեք չեն զգացել, ինչ որ մենք ենք զգացել։ Ու հիմա իրաց փխրուն մաշկին ու հոգուն առաջին անգամ կպնում են ինչ որ ժողովրդավար փոքրիկ հարվածներ։ Ու իրանք հիմա խառնվել են իրար էս ինչա։ Որովհետև սովոր չեն եղել իրաց դաստիարակությունը այլ ձև է։ Տարական բան եմ ասում։ Վերցրել եք երկրի ղեկավար, նայեք, երբ որ պետությանն եք կպնում, ղեկավարին երբ որ կպել եք, ես այսքան ժամանակ չեմ հենց ասել Նիկոլին այդպես բան ասում, ով սենց ասում, բան չեմ ասել։ Ի տարբերություն ձեզ։ Դուք էլ ասել եք։ Ախպեր ջան, մարդիկ իրաց կարծիքը հայտնել են, դուք էլ ասել եք, ով Քոչարյանին բանն ասում կամ Սերժին բան։ Ես երբեք չեմ ասել ի տարբերություն ձեզ, ով Նիկոլին բան ասում, դա կարակասում ինչ ուզում եք ասեք, ախպեր, բայց պետություն, մեկ իշխանություն ու պետությունը մի խառնեք իրար։ Եվ որովհետև երբ որ իշխանությունը կպնում եք, իշխանություն եք կպեք, ձեր գործն է։ Բայց երբ որ անենց եք կպնում, որը կպնում է պետությանը, ես այդտեղ չեմ կարող չարտահայտվել։ Չեմ կարող չարտահայտվել։ Հասարակ բաներ են սրանք, խիչ ենք ուզում, ընդհանուր վիտոգի գանք։ Ինչի համար։ Ինչի՞ է ձեզ թվում, որ երբ որ դուք ու մուզեկ կարող եք, չգիտեմ, ընտանիք քրֆել բամա, բայց որ հանկարծ մեկը ձեզի ընտանիք քրֆի վերջացավ, բան, դուք ով եք։ Չի կարելի արա։ Այ հենց այդ որ իրար սիրում եք թուրք ասել, այ հենց այդ հայհոյանքը տրկությունն է։ Երբեմն էլի եմ ասում, ես եմ ստիպված եղել հայհոյանք օգտագործել։ Ես չեմ հազար ներողություններ եմ ասել, դրա համար այն մարդկանց ու մականջները լցնում եմ այդ բային հայ, բայց զզվում եմ ես հայհոյանք տա։ Ես զզվում եմ ատելուց անգամ։ Արա բայց դուք եք անընդհատ գնում գալիս դրան տանում ամեն ինչ։
Հասարակ բանում Արցախից եք խոսում։ Okay, եկեք Արցախից երկու բառով ես ձեզ բան ասեմ։ Դու կարծում ամեն մեկը կարծում է որ Արցախը սենցներ է, էսի սենց արեց, Արցախը նենցներ են, ինձ արեց, այն էլ այդ Արցախը նենցներ ես սենց ար։ Ամեն մեկը մի բան, ախպեր, Արցախից իսկական հետաքրքրված մարդը մի բան պիտի անի։ Պիտի պարտադրի, որ բոլոր 4 ղեկավարները, ովքեր երբևէ Արցախի մասով բաները, նստեն միտեղ բոլորից դեմը իրար իշխան ուզում են մի սուտեն մենք էլ նայենք ջոգեն Կովաչի շտով սխալ։ Մանավանդ որ Արցախը օկուպացված է չկա, որտեղ այդ ինչ որ հույժ գաղտնիության խնդիրները չկան։ Վաղ ու ժամանակն է 4-ը էլ նստեք միտեղ 4-ը ու խոսեք հանրության առ իրար մի սուտե, չգիտեմ ինչ ուզում եք արեք այնտեղ։ Ինչ ուզում եք, մեկը Կիվեստից խոսացեք, մյուսը Բոցվանայից, մյուսը ինչից ուզում եք խոսեք։ Մենք կնայենք, մենք գնահատականը կտանք։ Ախպեր, այս պահանջը մեկը ես ունեմ։ Այս պահանջը հանրության միացստվար զանգված ունի։ Ես զարմանում եմ, որ Քոչարյանի ու Սերժի էլեկտորատի ներկայացուցիչները իմ հայրենակիցները այս պահանջը չունեն։ Ես ապշում եմ ուղղակի։ Բախի չեք ձևակերպում այդ պահանջը։ Ու այս պահանջի հետ ի տարբերություն, ասենք եթե ձեզ թվում է մենք մեր ուշքը գնում է տեսնենք թե ոնց են միտեղ նստած 4-ը սխալվում եք։ Բայց սրտացավությունից են ուզում ենք հասկանանք մուտիլովկեքը որտեղ 4-ներ պիտի միտեղ նստեն, որ ամեն մեկ իր սենյակից նրան չմեղադրեն, մենք էլ սա աղորեսը ֆրանկ համացանցով տեսնենք ով ինչ ասել։ Միտեղ մենք այդ պահանջը, մեկը ես ձևավորողներից մեկն եմ եղել այդ պահանջը։ Շատ քաղաքացիների հետ հանդես։ Ախպեր ջան, Նիկոլը ում ուզում եք սիրեք, ուզում եք ապեք ձեր գործը, ասել ես օքեյ եմ։ Ազգային ժողովում էլ ասել հրավիրում եմ եկեք։ Նստեն ձևաչափներ կորոշեն, հասկանում եք, ձևաչափը այլ բան է, ով ում կխանգարի, ով ում չի խանգարի։ Դա կորոշեն, ով էլ շատ է ձևաչափից խույս կտա, դրան էլ կարող իր գնահատականը կտանք։ Ախպեր, այն իրենքով համաձայն չեք գալիս։ Ու որպեսի արդարացնեք, ձեզ ասում եք, նա ով է որ մենք անք։ Ախպեր, նա ով ով չի, սա հանրությունն է, հանրությունը արունա տվել արա։ Արունա, արյան տերն ասում է, եկեք մի հատ էլ տենամ խիացեն, ծարա։ Բայց եթե այդքան սրտացավ եք ու ուզում եք իսկապես հասկանալ, օբյեկտիվորեն հասկանալ, դուք չեք կարող չմիանալ այդ պահանջին։ Քոչարյանին հետևող նրան հերոսացնող հարգելի քաղաքացիներ, դուք չեք կարող Քոչարյանին չպարտադրեք, պահանջ չներկայացեք, որպեսզի նա գնա այդ բանը, չես կարող ասել, չասես որ գնա նստի Նիկոլի դեմ կամ բանը ասա իրեսին նայելով մենք էլ սաղս պետք է տենանք։ Նույնը Սերժի, նույնը Լևոնի։ Որը ես ապշում եմ ուղղակի, էլի, ասենք, սա դեգրադացիա է։ Տարական բան ենք ասում, տարական բանի շուրջ չենք կարող, ամեն մեկը համախմբվենք, այն մեր ամեն մեկը խոսում է համախմբվելուց կամ ներկայացնում է ինչքան բանա, պարակված է մեր հասարակությունը։ Ախպեր համախմբվելը փոսով փոչով չի լինում, բոլորը միտեղ 3 միլիոնը միտեղ չեն կանգնելու։ Համախմբվելը տենց է լինում, ախպեր։ Համախմբման տարբերակ է, 4-ին էլ բերում, նստում ենք, ասում ենք հələ խոսացեք, գնանք ինչ եք արել, ինչ եք թողել արա։ Հայ քեզ բան։ Ասենք ժամանակ է եղել, շրջան է եղել, նստել մտածել եմ, մի քանի բան չեմ իմացել, մի քանի տեղեկություն չեմ տիրապետել կամ տիրապետել եմ խոսակցական մակարդակի չեմ ունեցել փաստեր, նստել մտածել եմ, ասել եմ, արա իսկ կարողաց всё-таки Նիկոլայից իշտեղ ասես մի բան։ Ես էլ եմ ունեցել անհանգստություն, բայց ո ֆանատ չեմ գնամ խարխի համար, ես իմ պետության մասին մտածելով եմ անհանգստացել այդ ուղղության վրա։ Դուք ո՞նց ձեր մոտ չի առաջացել հեչ այդ հարցը, էլի։ Այդ ինչքան դուք սենց նվիրված սենց ուղղնոցով սենց բան չէ, եթե ինքն ասում ճիշտ, ասենք ո՞նց եք դուք կարում տենց արա։ Ու հետո այդքանի միջից դուրս գաք օրինակ ինձ կամ ինպես մտածողների զոմբի ասեք։ Ասեք էս շություն արա չես կարում տեղավորվես, էլի։ Չես ոչ մի ձեր չես կարում տեղավորվես։ Աշխարհը խառնել են ծաղ իրար, սրանք նստել են հələ մինչև իմի չգիտեմ։ Տարական բան եմ ասում, ձեր ցավը տանեմ։ Տարական բան եմ ասում։ Եթե դու օրինակ սատարում ես Ռոբերտ Քոչարյանին, դու ասում ես հետևյալը, սատարելով, տեսեք օրինակ, ես այս պահի դրությամբ սատարում եմ Փաշինյանին, չէ՞։ Ամենամեծ խնդիրները որոնք են օրինակ։ Ես տարում եմ նրա մտքերը, ըմբռնել, ու ես ինչ որտեղ կիսում եմ, որը որ չեմ կիսում, ասում եմ, այս մեկը չեղավ։ Այս մեկի հետ համաձայն չեմ, փոխենք տեսի քննարկման դաշտ, չեղավ այս մեկը։ Հասկանում եք։ Բայց մի բան հաստատ է, Հայաստանի Հանրապետությունը իր սահմանագծով այդ պիտի լինի սահմանագծում սահմանազատում, հա։ Ես դա կիսում եմ։ Ու ունեմ իմ ձևակերպումը խեմտես կարծում։ Հիմի դուք ինչն եք կիսում, երբ որ օրինակ Քոչարյանին եք սատարում, դուք կիսում եք հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության որևիցե տարածք սակարկելի է։ Դուք կիսում եք, որ Հայաստանը չպիտի լինի անկախ պետություն։ Դա է այդ մարդու պրոյեկտը առաջարկը դա է։ Եվ դուք կիսում եք, որ բանը Եռաբլուրը պետք է ուրանալ, որովհետև Եռաբլուրը 90-ականներին զոհված տղեր չկան, ախպեր ջան։ Արցախը 150,000-ից հաղթել է 7.5 միլիոնանոց Ադրբեջանին, всё։ Հասկանում եք, դուք
պատրաստ եք սա այդ պատասխանատվությունը կիսել, թե որ սա այն կարևոր մեխերն եմ ես ասում, ես չեմ մտնում դետալների մեջ, այն որ հայերը հրահրեցին պատերազմը, որ այս էշությունները չեմ խոսում։ Դա կլինի քաղաքական խոսակցություն։ Ես նրա գործունեությունն եմ ասում այս բայը։ Եվ նույնը Սերժ Սարգսյանը։ Եվ կարող նրա բարերից էլ մեջբերումներ անել։ Եվ չասածներից էլ մեջբերումներ անել։ Ախպեր, սա իրենց բարերն են։ Սա իմ կարծիքը չի։ Դուք ասում եք օրինակ, Նիկոլը ուրացավ ցեղասպանությունը, ասում եմ մի րոպե, ոնց ես ախր չէ որ ես կիսում եմ նրա գաղափարին, տենամ հենց ինչ են ասում։ Վերցնում նայում եմ տեսանյութը, չեմ տեսնում նման բան։ Ես տեսնում եմ որ այլ բան այն կա ասում։ Դուք ասում եք չէ, նշանակում ուրացավ։ Այսա կարծիք է։ Հասկանում եք, բայց ուղիղ ուրանալու մասին խոսք չկա, ես չեմ տեսնում։ Իսկ իմ ասած օրինակը կոնկրետ իրանց խոսքն է։ Իմ կարծիքը չի։ Իրանց արտաբերած խոսքն է։ Դեռ չգիտեմ, սրանից ավելի ինչքան ան, ասենք ես կվիրավորվեի, որ ինձ սրանից ավել մանրամասն է, անկեղծ եմ ասում։ Ով Գայա ջան, ով ինչ չի ասել, մի հատ որ խնդրեմ բան կանես, դու գրես, ես երևի ինչ որ բան ես գրել, չեմ տեսել։ Խնդրում եմ գրի, ով ինչը չի ասել։ Դերս ալ Գաղափարի շուրջ համախմբվենք բոլոր, հետո ի՞նչն է բան։ Սուս կան էլի իրանց թևի այն իբր բաներից, այն քաղտեխնոլոգներից։ Մենք պետք է համախմբվենք, որ այս իրավիճակից դուրս գանք։ Արա, անընդհատ ուզում եմ հասկանամ, նախ ի՞նչ է նշանակում մենք, տեսեք մի քանի հատ վատ բան ասում։ Սա մենք, մատը ներկայացին մենք դու ինչ ես դիտարկում, հարգելի քաղտեխնոլոգ, որովհետև այնտեղ այդ մենքի տակ շատերը շատ այլ բաներ են դիտարկում։ Պետք է համախմբվենք, ինչի շուրջ միտքը ասա գաղափարը, առաջարկը, եւ դուրս գանք այս իրավիճակից, որ իրավիճակից, որ կոնկրետ որ իրավիճակից, որովհետեւ երբ որ դու փորձում ես իրավիճակը մեկնաբանել, ստացվում է կատեգորիկ հակառակ իրավիճակ, որը որ մեզ տեսանելի չի։ Այսինքն մի նախադասության մեջ, որը դառնում է հետո վերնագիր։ 3 բան, որ սա կարելի է նստել ու չգիտեմ, երկար է 3 բառի հետևից գնալ ու տեղ չհասնել։ Ասենք ինչ, մարդիկ կան, որ կարծում են, որ օրինակ մեկը ես պառակտումների կողմնակից եմ, ոչ։ Ասեմ ավելին, ախր նենց հետաքրքիր է, շատ են այդ կողմից էլ են շատ ինձ բան անում, թե ես դեռ երբ բանից եսի միջեր եմ ասել, ասում լսեք, ես պատերազմ գնալուց առաջ ասել եմ ու հրապարակային եմ ասել, այնտեղ էլ եմ ասել, դաշտում եմ։ Ասել եմ ախպեր, ինձանից շատ երևի մեկը չլինի, որ Վիտալի Բալասանյանին չի սիրում, որովհետև այնտեղ այն որ լիչնինի պրիազն կա, իր թայֆից էլ մի պահ եղավ եկել են ինձ դենալ, հետո հարկվեց գնաց, մինչև պատերազմը, մինչև քովիդը։ Բայց ասում էի ախպեր, եթե մարտի դաշտում ես ու Վիտալի Բալասանյանը լինենք մի խրամատում, մենք իրար թիկունք չէ պիտի պահենք թուրքի դեմը։ Ասենք Բերի թուրքն է ու վсё, թե ստեղ ով է ինձ բարեկամ, ում եմ սիրում, ում չեմ սիրում, դա մեր գործն է։ Դեմը դու թշնամին է վсё։ Բայց բարձվեց, հենց ընդեղ էլ բարձվեց, որ չէ, իրանք թշնամի լրիվ այլ մարդկանց են դիտարկում։ Հիմա տարական հարց է տալիս, ասում ախպեր ջան, Վազգեն Մանուկյանը իր բերանով, միկրոֆոնով, դաժե որ չալարեմ այդ դինամիկների հզորության այդ վատերով կասեմ ինչ հզորության դինամիկների։ Ասում է, ես Արցախում պատերազմի ժամանակ, խոսքը 44 օրյայի մասին է, առաջարկել եմ, որ տանկերը քշեն Երևան։ Եվ բանա, ադրբեջանցիներին ասել էր մի րոպե ապը, մի հատ մենք եթանք Երևան, մի հատ ընդ գմփսնենք, հետ գանք ասենք ապը, ասենք խոչո ջան, ես գիտեմ, բայց ես միտքն եմ էլի ասել, որ այդ վաղ մարդիկ էլ կային, որ մեկը մյուսի հանդեպ ուներ ատելություն բանման, որ հասկանային, որ պատերազմը այդ տեղը չի, այդ ամեն ինչը պիտի դրվի երկրորդ կողմի վրա, ուրիշ կողմի վրա։ Հետո, պատերազմից հետո, եթե կուզենք պարզաբանենք, կպարզաբանենք։ Իմ ասածը այդ ժամանակ, այդ ընդհանրական մտքի մեջ է եղել նաև։
Հիմա այդ մարդիկ ստացվում է հայրենասեր ու հայրենափրկիչներն են, ումից են փրկում, ինչն են փրկում, չես հասկանում։ Մենք բարձվում է բաներն ենք ստեղ, թշնամիներն ենք։ Սարսափելի է։ Էլ եմ ասում, գիտեք, ես հասկանում եմ, որ մեր հասարակության մեջ կա ամեն դեպքում մի շերտ, ով ուզում է հավատա, որ ինչ որ մի կայսրություն, թեկուզ տվյալ պահին Ռուսաստանը պիտի մեզ փրկի։ Ես հասկանում եմ, ասում եմ, դա է եղել դասիրակությունը, դա է եղել կրթությունը, հիմա այդ մարդու մեջ արմատացած է այդ միտքը, էլի։ Ինչ անես, մեծ մարդ է, լավ, մի 20 տարի մաքսիմում պիտի ապրի, թող տենց ապրի, դա ինչ անես, ոչ չես դնել տազախերտ բացատրես, անդորն էլ խանգարես։ Բայց մյուս կողմից գոնե այս ջահելներին ուզում եմ մի բան ասեմ, էլի, մի տրվեք էլի այդրան։ Էլի եմ կրկնում։ Ապրել եք Օսմանյան կայսրության շրջանակներում։ Ու գիտեք ինչ, այն 6-700 տարին, որ ապրել եք, դա մի բանի մասին է հուշում, որ հարմար է եղել։ Կարող է եղել են անարդարություններ, բայց ձեզ պաշտպանված եք զգացել, որովհետև կայսրության մասնիկ եք։ Այդ կայսրության մեջ կարելի է տուն սարքել, բան անել, որովհետև դժվար թե ուրիշ մեկը գա քանդի, որովհետև կայսրության մեջ է օրը։ Ու այդ կայսրության մեջ մենակ հայ ժողովուրդը չի եղել, էլի, այդ կայսրության մեջ մի հազարատ ժողովուրդ է ապրել։ Հասկանում եք, ու ամեն մեկն է տենց մտածել։ Ու կայսրության հարկնել եք մուծել, турքնել եք մուծել, բանակել եք գնացել, զինվորագրվել եք, ովքեր էին զինվորները։ Ասենք խորհրդային միության զինվորները ովքեր են, մի կայսրություն էլ դա էր, չէ՞։ Խորհրդային միության բոլոր պետությունների ներկայացուցիչները, չէ՞։ Դա մենակ ռուսներն էին։ Մենակ ռուսները չէին, չէ՞։ Ահա։ Այդ նույնը Օսմանյան կայսրության ժամանակ։ Առհասարակ կայսրություններն այդպեսինն են, հասկանում եք։ Ու տենց ապրել եք։ Ու հետո գնացել եք, ասել, երբ որ կայսրությունը քանդվել է, ցանկացած կայսրություն, երբ որ քանդվում է աշխարհամարտ է սկսվում։ Հա, գնացել եք, եկել եք, ասել եք, մեր շերեփը թղթից էր, հալվեց գնաց, բախեր թղթից, որովհետև դուք կայսրության հպատակ եք եղել։ Հիմի փոխարիներ մի կայսրության հպատակությունը, մեկ այլ կայսրության հպատակությունով նշանակում է, որ ինչ որ պահի, եթե պետք լինի գենոցիդի արժանանալ, պիտի արժանանա, եթե պետք լինի Գյուլիստանի կամ Թուրքմենչայի նման պայմանագիր գրվի, որ մենք արդեն էլ հարկամուծում ենք ոչ թե Ռուսաստանին, այլ Պարսկաստանին, ուրեմն պետք է խելոքի ենթարկվես, դու չես կարող այդ ժամանակ բանանալ, հասկանում եք։ Հասկանում եք անկախությունը ինչ է այս ամեն ինչի մեջ։ Պետություն, սեփական պետություն ունենալ, թեկուզ ոչ գերտերություն, թեկուզ ոչ աշխարհի ամենաուժեղ պետությունը, բայց քո պետությունը ունենալը հասկանում եք ինչ է։ Հետո արդարությունից եք, ու չկա աշխարհը արդար չի, երբեք չի եղել, երբեք չի ու չի էլ լինելու արդար։ Չի լինելու տենց բան։ Սովորեք այդ անարդարության մեջ ապրել։ Սովորեք այդ անարդարին դիմագրավել, խորամանկել, դիվանագիտորեն պատտվել, շեղել եւ այդպեսին է աշխարհը։ Մենք ուզում ենք ասենք, չէ, աշխարհ, գիտես դու սենց է եղել։ Էլի եմ կրկնում, առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ հայոց ցեղասպանությունն է եղել, մոտ 37 միլիոն զոհ եղել աշխարհում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հասկանում եք։ Մենք աշխարհին ասում ենք, աշխարհ, այդ 37 միլիոնի մեջ լավ, մի 20 միլիոնը զինվորականությունն է եղել բոլոր կողմերի, կամ 30 միլիոնը, բայց 25 միլիոնը, բայց այն 10 միլիոնը խաղաղ բնակիչներ են եղել։ Մենք այդ 37-ի հետ գործ չունենք, ախպեր, մեր 1.5 միլիոնը ճանաչեք ու հատուցեք։ Գիտեք, այս իմաստով ես կարծում եմ մենք ոնց որ թե այնքան էլ ճիշտ ուղղություն չենք բռնում։ Որովհետև այդ աշխարհները դրա համար է դժվար ճանաչում։ Ասում ախպեր, առաջին աշխարհամարտում սաղասը զոհենք հետո։ Ասում ենք ախպեր, չէ, մերը ցեղասպանությունն է, մենք կայսրության ներկայացուցիչ ենք եղել։ Մենք ցեղասպանվել ենք։ Հա, ասում եմ, կայսրություն էր։ Հիմի հանրապետություն է։ Կայսրությունից Ֆրանսիան իր բաժինն է խլել, Մեծ Բրիտանիան Իրանը, Գերմանիան Իրանը, ամեն մեկը իր բաժինը խլել է, տո Ռուսաստանն Իրանը։ Բայց դուք ուր եք։ Եք ցեղասպան, եք դուք։ Ու այստեղ պետք է մենք վերանայենք իսկապես։ Վերանայման հարցեր կա։ Մենք պիտի աշխարհին ծանոթ լինենք, որ աշխարհի մտածելակերպին համապատասխան անենց առաջարկու, անենց ձևակերպենք մեր խնդիրը, որ աշխարհը դա ըմբռնի։ Ու երբ որ սրա մասին փորձում ես խոսել, բա դու ուրանում ես ցեղասպանությունը։ Էժան պատկերացում։ Հիմա այդ ամեն ինչից հետո ասում եք, չէ, ախպեր, մենք ռուսական կայսրության մաս ենք ուզում լինենք։ Դուք սատարում եք այդ թեզը։ Ու այստեղ մի հատ ուրիշ խոսույթ կա, երբ որ սա բացատրում ես, այնի թուրքերը են, մուսուլմաններ են, սրանք քրիստոնյա են։ Արա, ձեր ցավը տանեմ։ Պուտինը
Գնաց Չեչնիա Ղուրանը պաչեց։ Մեկ։ Նախ ասեմ, որ եթե ինքը քրիստոնյա լիներ, այդ Ղուրանը հետ չէին դնի տեղը, որովհետև հարամ է։ Հարամ է, երբ որ քրիստոնյան Ղուրանը պաչում է, մուսուլմանները դա համարում են հարամ, հասկանում եք։ Բայց դες բան չհամարեցին մարդիկ։ Համաձայն էին, որ Պուտինը պաչի Ղուրանը, պաչեց Ղուրանը։ Պետք էր, պաչեց, որովհետև Ուկրաինայում կռիվ է։ Դա պրոպագանդան է։ Հետո Կիրիլը գնաց Բաքու ու բանին, մերի բանին Սուրբ Օլգա, եթե չեմ սխալվում անունը, շքանշան տվեց։ Այն պարագայում, երբ որ Արցախում ավերում են եկեղեցիները, ու իրենք տեղյակ են։ Իրենք տեղյակ են։ Հիմա դուք նստել եք, ինչ որ արդարություններից եք խոսում, չեք զգում, որ այդ պատկերացումը, որ ինչ որ մի պահի աշխարհը արդար կլինի, այ հենց այդ պատկերացումը ու դրա հանդեպ sense հավատը մեր տունը քանդում է։ Չեք զգում դա։ Ու դա տեղի չունենալու համար այ հենց այդտեղ է, որ անկախությունը բացարձակ արժեք է։ Պիտի դու լինես քո տանտերը ու սկսես սովորել աշխարհի հետ, աշխարհում ընդունված խաղի կանոններով խաղալ, որտեղ ամեն ինչ կա, ամեն կեղծոտություն կա, քուչի բազար է, քուչի բազար։ Այն որ գալիս են գալստուկներով մի հատ կամերաների առաջ սիրուն ներկայացնում են արդյունքները ու գնում են, պատկերացրեք այդ դռների հետևում քուչի բազար, ով ինչ կարա ում հետ կարա կպցնում տեղը են մյուսինախառնում են մյուսը բանում, այսպես բաներ է դա։ Հետո այստեղ նստում են ինչ-որ կադրեր են տեղադրում, տեսեք, այնի ասած այսպես, այնի բարձր նստել, այնի ցածր նստել, այնի նրան ասած արի գնանք կոֆե, ելը նրան ձեռով էր ցույց տալիս ինչ-որ բան։ Պետք չէ այդքան թույլ լինել, այդքան ցույց տալ, լավ, կարող է հələ չենք հասկանում։ Մենք ժողովրդով նույնպես ունենք խնդիր աշխարհը ըմբռնելու, որովհետև մեր աշխարհընկալումը այլ կերպ է եղել։ Դպրոցից սկսած։ Մենք ունենք այդ խնդիրը, հասկանու։ Իսկապես ես էլ դուք ցանկացած մեկս, ես չեմ առանձնացնում ոչ մեկին, բայց այդ խնդիրը որ ունենք, պետք չի բարձրաձայնենք մեր խնդիրը, այդ տեսակ խնդիրը, մեր թերությունը հրապարակայնացնենք, որ աշխարհ նայեք մենք չենք ջոգում, Ադրբեջան նայի մենք չենք հասկանում, Թուրքիա նայի մենք, ասենք, պետք չի։ Ու պետք է մենք ամեն մեկս պատասխանատվությամբ մոտենանք մեր քաղաքացի լինելու հանգամանքին, բոլորի առաջ, որովհետև մենք ունենք ըստ սահմանադրության պարտականություններ։ Իհարկե, եթե հասկանում ենք սահմանադրությունը ինչ է կամ քաղաքացին ինչ է։ Մենք անգամ դա շատ դեպքերում չենք հասկանում։ Կամ ես հрьяաների թեման, ես Եվրատեսիլի հետ կապված, դու այդ առանձին թեմա է, լավ է ես 3 եթեր չարեցի, խիստ ջղայնացացի դրանց վրա։ Որովհետև շատ բաներ կա, որ մեզ դպրոցում չեն դասավանդել, բայց հետո իմանում ես դրա մասին։ Հետո ուսումնասիրում ես, դա կրթվում ես, անընդհատ աշխատում ես քեզ վրա, չէ՞։ Եթե մենք այդ ուղղությամբ չգնանք, չի ստացվելու ոչ մի բան, աշխարհը մնալու է անարդարը, մենք լինելու ենք անարդարության զոհը։ Սա է։ Եվ խնդրում եմ, ելի եմ խնդրում Քոչարյանի ու Սերժի էլեկտորատին։ Խնդրում եմ, տղավարի խնդրում եմ։ Մի կապեք մարդկանց ընտանիքներին, որ կպնում եք այն փակ էջերով։ Ձեր կազմակերպիչների տաներին ենք կպնում։ Մի արեք դա։ Մի արեք։ Մի եկեք մի իրար թույլ թրավանք արուն թշնամի դառնանք։ Մի արեք դա։ Մի արեք չեք ստանա։ Ուզում եք քաղաքականությամբ զբաղվեք, այն դուք այն քաղաքականությունը գնացեք ինչքան ուզում եք իրար միս կերեք, ելի եմ կրկնում։ Քաղաքացիներին մի խառնեք այդ թեմաների մեջ։ Դուք իրար միս կերեք, մենք տնայենք ով իր կերած միսը արդարացնում, մենք ըստ այդմ կկողմնորոշվենք։ Մերսի Խոչոջան, մերսի ախպեր։ Դե հрьяաները ասում է, կնարիկն ասում է, հрьяաները ասում են ներողություն են խնդրել։ Գիտես կնարիկ ջան, տես։ Ես իմացել եմ դրա մասին։ Երեք ուզում եի եթեր անել, հрьяաներին հանեի օթերով մի հատ լավ դեմները դնեի, вообще իրանք ինչ պարտականություններ ունեն կոնկրետ հայերի հանդեպ։ Հետո առանձին գրեի ներողություն։ Չէի ուզում, ստացվեց։ Կլինի այդպես։ Ինչ է նշանակում դնել եթերով այդպես բան ասել, հետո մի հատ մեկնաբանությունը ներողություն եմ խնդրում։ Այ հենց այդպես էլ արեցին նաև բանի հետ կապված է, Վատիկանի հետ կապված, չէ՞, Արա ջան, ստեղ ես, այն որ թեմա, չէ, Ֆրանսիայի հերոստատեսությամբ այն որ բան էին, Ֆրանսիայում անտե հերոստատեսությամբ բան էին խոսացել, եկա դիտում եղել, հետո ներողություն եմ խնդրում, թյուրիմացություն։ Մենք գիտենք այդ որն է։ Բայց անգամ այդ խնդիրը
Գալիս է նրանից, որ մենք որպես պետական միավոր մեր սեփական դիվանագիտությունը չենք վարել ու չենք մտել այդ մանյովրների դաշտ, հասկանում եք։ Դրա համար մեզ չեն վերաբերվել։ Ասենք ուզեցել ես գնաց հետը լուրջ բան խոսած, ասելա, ապա դու ով ես, ասելա, դե Հայաստանի ղեկավարը, ասելա, արա, հոկտեմբերի 27 մտան գնդակա հարեցին ու այդ գործը տես փակվեց գնաց, դու շարունակեցիր ղեկավար մնալ, քո հետ ինչ խոսան ես։ Մենք ստել լուրջ բաների մասին ենք փորձում խոսել։ Ամենաուժեղն է նա, որ այս ամեն ինչը իրանք շատ լավ գիտակցում են, Արծվիկ Մինասյանն էլ վերջերս դրա Ռոբերտ Քոչարյանն էլ խոստովանեցին, որ իրանք հասկանում են։ Նայ, Ռոբերտ Քոչարյանը հայկական համալսարանում հանդիպման ժամանակ ճայրների հետ ասաց հետևյալը. ասաց մեր 150,000-ից Արցախով հաղթեցինք 7.5 միլիոն անոնց Ադրբեջանին, որովհետև այնտեղ 4 անգամ վլաստ փոխվեց, ու ամեն փոփոխությունը դե բնականաբար իր հետ ցնցումներ էր բերում, ինչից մենք օգտվում էինք։ Այս մարդը ասում է, որ պատերազմական իրավիճակում, երբ որ գնում են միտինգներ, ցույցեր, հեղափոխության, հեղաշրջման փորձեր, դա թույլատնում է երկիրը։ Ինչի պարագայում թշնամին կարող է առաջխաղացում գրանցել։ Ճիշտ է, թե չէ, հասկանում է ու ասում է, չէ՞ դա։ Բայց ասում ես ապուշն է, դուք հասկանալով դուրս եք եկել, 3 անգամ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա, դուք 3 անգամ դուրս եք եկել Հայաստանի հեղաշրջման փորձ անելու։ Դրանով ում եք լավություն անում։ Հասկանալով այդքան բան արել եք, չէ՞։ Դեռ չխոսեմ նոյեմբերի 9-ից հետոյի մասին։ Մարդիկ հասկանալով են արել սա։ Ինչ անում են, հասկանալով անում են, գծած, պլանավորած։ Դրած է սցենարը, դեմները դրած է։ Դա էլ իմ կարծիքը չէ, մարդը իր բերանով ասել է, դե գնացեք սատարեք իրան։ Սերժ Սարգսյանը իր բերանով նույն հայկական համալսարանում եթերը դրեք նայեք, ասում է ես բան արեցի, որ լրատվականները ապրիլի 24-ին Ռոբերտ Քոչարյանին շատ չնեղացնեն։ Մարդը իր բերանով ասում է, որ իրենք ունեն լրատվական կայքերի հեռուստատեսությունների մեծագույն ներուժ, որոնց երբ որ ճտտեցնում են, ինչ ասում է, դա էլ անում են։ Ու երբ որ ասել է Քոչարյանին շատ նեղը չկցեք հարցերով, դրանք ասել են օքեյ, Քոչարյանին նեղը չեն գցել հարցերով։ Իսկ ում ասել նեղը գցեք հարցերով։ Ասենք իրանք իրաց բերանով ասում են, դու վերցնում ես իրանց ասածը հրապարակում ես, դու դառնում ես թշնամին, թուրքը։ Դա դու չես հասկանում, որ մարդը իր բերանով ասում է, ես չեմ հասկանում արա։ Ու մնացածներին մենակ ինչ չէ, էլի բոլոր դեպքերում, բոլորի դեպքերում չեն ուզում տեսնեն դա։ Ու ես իսկապես խղճում եմ։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, տեսնենք։ Կարող է բաներ էլ կա, ես չեմ տեսնում, ախպեր, եկեք զրուցենք, ցույց տվեք։ Եթե չէ, ասում եմ, ազգային ժողովը իմ ազգի դեմքն է, ազգային ժողովն է։ Այնտեղ ցանկացած կեղտոտ, խոսույթ, կոպիտ արտահայտություն, այո, շատ ավելի կոպիտ արձագանքի արժանանալու։ Նենց որ չգաք, խելք չբացատրեք, գնացեք ձեր սիրելի առաջնորդներին խելք բացատրեք։ Լավ։ Մոտավորապես են ժողովուրդ ջան, վաղը շատ կարևոր եթեր եմ անելու երեկոյան, պիտի հիմիկվանից խնդրեմ, որ անպայման միանաք այդ եթերին, երևի 9-10 կողմերը կլինի, ու ամենը կմանրամասնենք մեր նախաձեռնության մասին, ու իհարկե կտեսնենք ովքեր են ցանկանում մասնակից լինել, կապի միջոցները կտրամադրենք եւ այլն եւ այսպես շարունակ, լավ բան անենք։ Սա լավ բան է։ Դա արդեն վաղը մանրամասները։ Շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար, սենց ոնց որ գրիկ դուշի, էլի, հա, բան։ Ոնց մի քիչ թեթևացանք, այս եթերով երևի ես նորություններ չեմ ասել, այս եթերով ընդամենը մի փոքր կիսվեցինք, զրուցեցինք միասին, իսկ մնացածը արդեն հնդացած։ Լավ եղեք, բարի գիշեր, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք։